Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում առաջին ծնված եռյակն է՝ Մարիաննան, Արիաննան և Արենը։ Եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ի երեկոյան։ Նորածինների մայրը հուզված է։ Շատ ուրախացել եմ, որ առողջ ծնվել են իմ բալիկներս։ Զգացողություններս շատ է, պարզապես չեմ կարող ներկայացնել, թե այս պահին ինչ եմ զգում։ Ծնունդի ժամանակ էստեղ է եւ մեծագույն հպարտությամբ, նույնիսկ հուզումով նայում էի մեր բժիշկներին, մեր թիմին, որը ուղղակի պետք է տեսնեիք հերոսաբար աշխատանք։ Անի Բալյանը 6 տարի շարունակ սպասել է երեխաների ծնունդին։ Միանգամից 3 երեխայի մայր դառնալը անասելի ուրախություն է պատճառել։ Մի փոքր սակայն մտավախություն ունի, դժվարություններն էլ անխուսափելի կլինեն։ Միանգամից 3 բալիկ եւ հոգս, ուշադրություն, խնամք։ Առաջինը լույս աշխարհ է եկել Մարիաննան 2 կիլոգրամ 160 գրամ քաշով, հետո Արիաննան 2 կիլոգրամ եւ Արենը 1 կիլոգրամ 690 գրամ քաշերով։ Մայրը եւ տատիկները ասում են, որ հայկական ավանդական խտրականությունը չի լինելու, տղային աղջիկներից շատ չեն սիրելու։ Չէ, մեր ընտանիքում շատ ենք սպասել աղջիկների, ու այս աղջիկները կերակշռեց մեր տանը։ Մարիան, որովհետեւ Սուրբ Մարիամի անունն է դրել, Արիաննան ու Արենն էլ նմանեցրել ենք։ Մենք դեռ չենք տեսել մեր թորնիկներին, բայց երեքին է ցանկություն ունենք տեսնելու, երեքին է շատ ենք սիրելու, նկարով տեսել ենք ու արդեն հոգեպես մտել է մեր սրտերի մեջ։ Պատրաստենք, կպահենք, կմեծացնենք, կօգնենք։ Անի Բալյանը ծննդաբերել է հղիության 37-րդ շաբաթում։ Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, սակայն մասնագետները վստահեցնում են, նորածինները առողջ են։ Բարդորեն ուզում եմ նշել, որ հիվանդանոցը կարողացավ այս ծանր պատասխանատվությունը վերցնել իրեն վրա եւ բարեհաջող ավարտել։ Գինեկոլոգների հետ միասին ձգում էինք հղիությունը, որովհետեւ երեխաները ծնվեն առողջ։ 13-14 շաբաթական էր, երբ առաջին անգամ դիմեց մեզ, սուր արյունահոսություններ, սպառնացող ռեժիման վտանգ ունեինք, եւ այդ ժամանակ մեր բոլոր ջանքերը գնաց նրան, որ պիտի փորձենք պահպանել։ Նախքան ծնվել մենք արդեն գիտեինք անուններ, էլի, հստակ ինքը ասում էր, այս մեկը Մարիաննան է, ասենց տեղերը գիտեր էլ ինքը, էլի, ասենց այս մեկը Արենն է, այս մեկը սա է։ Ու միշտ բժիշկ ջան ասում էր, խնդրում եմ, էլի հենց առաջինը մտանք, առաջինը ասում է Արիանային կհանեք։ Դա ամենաչարն է, այնքան է խփել, ասում է թոքերից տեղ չի թողել։ Եռյակը կապրի ու հասակ կառնի ընտանեկան սոցիալապես ոչ բարվոք պայմաններում։ Ընտանիքի հայրը գործազուրկ է, իսկ մայրն աշխատում է նախակրթարաններից մեկում։ Ցայք հեռուստաընկերություն այսօր։